Դե տենց է էլի, լավին շուտ ենք սովորում, ու չենք էլ նկատում, թե ինչպես դարձավ սովորական։ Ահա 5 բան, որ AI-ը փոխեց մեր կյանքում 2025-ին, ու հիմա այդ ուրիշ ձև չենք էլ պատկերացնում։ Առաջինը, AI-ը սովորեց մտածել 2025-ին։ Նա վերջապես խելքը գլուխը հավաքեց։ Անգիր անող ուսանողից դարձավ հասկացող։ Առաջ պարզապես բառեր էր գուշակում։ Իսկ հիմա reasoning-ի մոդելները դադար են վերցնում, տրամաբանում ու նոր միայն պատասխանում։ Երկրորդը, Google-ելու նոր դարաշրջան։ Հիշում եք, ոնց էինք 10 հատ թափ բացում մի պարզ բան գտնելու համար։ Stack Overflow-ն միշտ կմնա ծրագրավորողների սրտում։ Որոնման համակարգերը սովորեցին ֆիլտրել աղբը։ Հարցը տվեցիր, կոնկրետ պատասխանը ստացար։ Վերջապես կարելի է գտնել բաղադրատոմսը առանց հեղինակի, տատիկի, կյանքի պատմությունը կարդալու։ Երրորդը, ծրագրավորում բոլորի համար։ Եթե մինչև հիմա Y coding էր, ամեն ստորակետի համար ներվարանալով, ապա 2025-ին եկավ Vibe coding-ը։ Տեխնիկական գիտելիքը պետք չէ, պետք է ընդհանրապես կարողանաս լավ նկարագրել գաղափարը։ Իսկ ծրագրավորման լեզուն էլ հայերենն է։ Նու չէ, ամեն դեպքում առայժմ դեռ անգլերենն է։ Հասկանալի է։ Չորրորդը, իրականության կորուստ։ Տեսել եք, թե հայերը ինչ կոմենտներ են գրում աղջիկների AI-ով սարքած նկարների տակ։ Այս սա էր 2025-ը։ Անմեղ ֆիլտրերին փոխարինելու եկան իրականություն փոխող գործիքները։ Հիմա հեռախոսով, մեյքափումով ջնջում ես նախկինիդ կամ փոխում եղանակը։ Մենք սկսեցինք խմբագրել կյանքը ու սիրահարվել պիքսելներին։ 5-րդը, գիտական ֆանտաստիկան, իրականություն։ AI-ը 1 տարում արեց այն, ինչի համար մարդկությանը պետք է գար 800 տարի։ Օրինակ AlphaFold-ը վերջնականապես ջարդեց կյանքի կոդը, հեղափոխելով բժշկությունը, իսկ նոր մոդելները գտան նյութեր սուպեր մարկրոսների համար։ Մենդելեևը երևի շոկի մեջ կլիներ, տեսնելով, թե ոնց AI-ը լրացնում իր աղյուսակը ու մեր կյանքի բացերը։ Վերջ, եթե գլխի չընկաք, խոստովանեմ, այս տեքստն էլ AI-ի գործն էր, բայց սիրտս AI-ին չեմ վստահել։ Էնպես որ շնորհավորանքը 100% մարդկային է ու անկեղծ։ Շնորհավոր բոլորիդ ամանորը, թող խաղաղ ու երջանիկ տարի լինի ամենակարևորը։